Տիրոջից, փառավորվի Տիրոջ անունը։ Մենք աղոթում ենք, որ ամեն բան ծառայի երկնքի թագավորության շինարարությանը։ Այսպիսի տեղեր թող շատ լինեն, որտեղ հավաքվի Աստծո ժողովուրդը եւ երկնքի թագավորությունը կառուցվի մարդկանց մեջ։ Սիրելիներ, ես Սուրբ գրքից երկու տեղ պետք է կարդամ։ Եղբայրը կարդում էր, որ Սողոմոնը տաճարը երբ որ կառուցվեց, Տիրոջ օրհնությունը իջավ, բայց մենք տեսնում ենք, որ անցան ժամանակներ, այդ տաճարը, որ ծառայում էր Աստծո փառքին, որտեղ մարդիկ աղոթում էին, Տիրոջ հետ հաղորդակցվում էին, Սուրբ Հոգու լեցունություն կար, բայց մենք տեսնում ենք, որ եկավ ժամանակներ, որ տաճարը մնաց, քարերը մնացին, բայց Աստծո ներկայությունը մարեց։ Այս է ամենացավալին էր։ Եվ երբ որ Աստծո ներկայությունը մարում է, ժամանակներ հետո այդ քարերն էլ են քանդվում։ Համար այսօր մեր ամբողջ աղոթքն է, մեր հոգևոր պատերազմը, որ սիրելիներ, Աստծո ներկայությունը մեր կյանքում հայտնվի, որտեղ մենք ենք Աստծո կենդանի տաճարները, դուք Աստծո տաճար եք։ Եվ ես ուզում եմ Սուրբ գրքից մի երկու տեղ կարդալ, երբ է որ Սուրբ Հոգով լեցվում է տաճարը, եւ Սուրբ Հոգու կրակը վառվում է, եւ Սուրբ Հոգու ձեռքերը աշխատում են, եւ որ դեպքում է, որ Սուրբ Հոգին չի գործում, մարում է։ Ես երկու տեղ եմ ուզում Սուրբ գրքից կարդամ, սիրելի եղբայրներ, քույրեր, որովհետև Սուրբ Հոգին նպատակով է եկել աշխարհ, նա եկել է Հիսուսին փառավորելու։ Ես կարդում եմ 138 Սաղմոսից, երկրորդ խոսքը պետք է կարդամ, որ դեպքում է, որ Սուրբ Հոգին քո անձնական կյանքում կգործի եւ այստեղ հավաքվածների մեջ կգործի։ Երկրորդ խոսքը կարդում եմ. երկրպագություն պիտի նեմ դեպի քո Սուրբ տաճարը եւ քո անվանդ գողություն պիտի մատուցանեմ, քո ողորմությանդ ու ճշմարտությանդ համար, վասնզի քո բոլոր անուններդ վեր մեծուցիր քո խոսքդ։ Եթե Աստծո խոսքը քո կյանքում իր դիրքում չի, եթե Աստծո խոսքը բոլոր հարցերից բարձր չի քո կյանքում, պատկերացնում եք սիրելիներ, մենք մարդ ենք, ունենք ծրագրեր, ունենք ցանկություններ, ունենք թեկուզ բարի բաներ, ես նկատի չունեմ չար բաներ, եւ մեր կյանքում հայտնվել է Աստծո խոսքը։ Հիմա ամբողջ պատերազմը, հոգևոր պատերազմը սա է։ Մենք հաճախակի ասում ենք, որ մենք հոգևոր պատերազմի մեջ ենք։ Ո՞րն է պատերազմը։ Հոգևոր պատերազմը սա է, կամ մարդկային ցանկությունները պետք է թագավորի, մարդկային իմաստությունը, կամ Աստծո խոսքը։ Եվ այստեղ մեզանից կախված բան կա։ Եվ մենք մի քայլ ունենք անելու։ Եվ քայլը հետևյալն է, որ բոլոր հարցերում սիրելիներ, մեր ընտրությունը տանք Աստծո խոսքին։ Աստծո խոսքը թող թագավորի։ Առաջ խնդրեք երկնքի թագավորությունը եւ նրա արդարությունը մնացած բաները ձեզ կտրվի, դա նշանակում է, որ Աստծո խոսքով է երկնքի թագավորությունը եկել, որտեղ Հիսուսին հարցրին ասին երկնքի թագավորությունը ինչպես պետք է գա։ Ասեց դրսում մի փնտրեք։ Աստծո թագավորությունը, երկնքի թագավորությունը ձեր ներսիդին է։ Ես մի ժամանակ ասում եմ, դեր, բա ուր է որ իմ ներսիդին, այդ մեծ թագավորությունը իմ ներսիդին որտեղ է, ես ոչ զգում եմ, ոչ տեսնում եմ, եւ Սուրբ Հոգին ցույց տվեց, որ երկնքի թագավորությունը Աստծո խոսքով է եկել քո մեջ։ Դու աղոթի, որ այդ խոսքը այնքան բարձրանա քո կյանքում, որ թագավորի։ Փառավորվի Հիսուսի անունը։ Փառք Տիրոջը։ Եվ ես կարդում եմ մի Սուրբ գրքից նորից մի տեղ, սիրելիներ,
դա երկրորդ մնացորդած, այ ինչու Սուրբ Հոգին չի գործում եւ մարած է Սուրբ Հոգու կրակը, թեկուզ աղոթքները կան, ուրեմն 34-րդ գլուխ երկրորդ մնացորդած։ Ես որ սկզբից չկարդամ, սիրելիներ, այստեղ ցույց է տալիս Սուրբ Գիրքը, որ Տիրոջ տաճարը ավիրված էր, փլատակներ էր լրիվ, դարել էր աղբանոց, այդ շինանյութերի այդ աղբը թափված էր եւ արդյունություն է լինում սիրելիներ ժողովրդի մեջ, որ Տիրոջ տունը նորոգվի։ Բայց քահանաներ կար, այնտեղ Քեղկիա քահանան կար, Սափան դպիրը կար, այդ տաճարում աղոթքները, երգերը, այդ գործերը կատարվում են, դրանք շարունակվում են։ Բայց Տիրոջ տունը ավելակ էր, փլատակ էր, ինչու՞։ Ես կարդում եմ Սուրբ Գրքից, այստեղ 14 համարն եմ կարդում, այդտեղ գումարներ ներդրեցին, բանվորներ բռնեցին եւ սկսվում է տաճարի նորոգությունը գնում էր, արտաքին նորոգությունը սկսվել էր, բայց ինչ կա տաճարում, ինչ հոգեվոր գաղտնիքը, այ հոգեվոր գաղտնիքն եմ կարդում, երբ Տիրոջ տունը բերված տակը կհանեին, Քեղկիա քահանան Մովսեսի ձեռքով տրված Տիրոջը օրենքներուն գիրքը գտավ։ Մովսեսի գիրքը, Աստծո խոսքը որտեղ էր։ Սիրելիներ, քահանաները կային, աղոթքները կար, երգերը կար, ծեսերը կատարվում էին, բայց Աստծո խոսքը այդ փլատակների տակ էր, ոտատակ էր սիրելիներ, աղբանոցում էր Աստծո խոսքը։ Բայց աղոթքները կատարվում են։ Ուրեմն Աստված այսօր չի նայում, թե դու ինչ ես անում։ Ինչ բառերով ես իրան փառաբանում, ինչ գործեր, Աստված նայում է իր գրգած խոսքը, ինչ հեղինակություն ունի քո կյանքում։ Եվ սա է լինելու քո արդարությունը Աստծո առաջ։ Երբ որ դու տկար ես, շատ թերություններ ունես, շատ աճելու տեղ ունես, շատ մաքրվելու տեղ ունես, բայց բոլոր հարցերում քո ընտրությունը Աստծո խոսքն է, Աստծո խոսքը քո կյանքում բարձրանում է, եւ դու պատկանում ես, որ այնքան բարձրանա, որ ոչ թե առաջինը ըլլա, այլ թագավորի։ Համաձայն եմ սիրելիներ, որ Աստծո խոսքը թագավորի։ Երբ որ Աստծո խոսքը հեղինակություն է, Սուրբ Հոգին այդ խոսքը հաստատում է հրաշքներով, նշաններով, զորություններով, բժշկություններով եւ օրդություններով, եւ փառավորվում է Քրիստոսի անունը, որտեղ խոսքը հենց Աստծո որդին մարմնացել է, այսօր մեր մեջ բնակվում է խոսքի տեսքով։ Խոսքը փառավորվի նշանակում է Քրիստոսը փառավորվի։ Հիմա եթե Աստծո խոսքը չի բարձրացել, Սուրբ Հոգին ումը պետք է փառավորի։ Մարդկային իմաստությունը չի փառավորում Սուրբ Հոգին։ Մարդկային բարությունները չի փառավորում Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին եկել է միայն փառավորելու Աստծո խոսքը, թագավորի մեր մեջ։ Եվ փառավորելը նա չի, որ մենք օրվա մեջ միլիոն անգամ ասենք փառք ես Հիսուս։ Փառավորել նշանակում է, որ Աստծո խոսքին դու այնքան տեղտած, այնքան բարձրանա քո մեջ, որ թագավորի։ Զորությունը Տիրոջն է, բայց համաձայնությունը իմ ու քոնն է։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Եվ երբ որ Տերը տեսնում է, որ ես ինչքան էլ տկար եմ, ինչքան էլ աճելու, մաքրվելու տեղ ունեմ, բայց իմ համաձայնությունը բոլոր հարցերում տալիս եմ Աստծո խոսքին, ես հավանում եմ Աստծո խոսքին, հավանում եմ Աստծո օրենքին, ոչ թե իմ ցանկություններին, այս հավատքը համարվում է քեզ արդարություն։ Փառք Հիսուսին։ Ուրեմն մենք տեսնում ենք տաճարը նորոգվում է, գումարները հատկացված են, բայց Աստծո խոսքը իր դիրքում չի։ Եվ երբ որ Աստծո խոսքը գտան, եւ թագավորի առաջ կարդացին, թագավորը պատռեց իր հանդերձները։ Ասեց Աստծո խոսքն է, կորել է, Աստծո խոսքը կորել է, տաճարում է, բայց ոտատակ էր, մարդիկ քայլում էին Աստծո խոսքի վրա։ Այսինքն Աստծո խոսքը կորցրել էր իր հեղինակությունը, կորցրել էր իր արժեքը, մարդկային իմաստությունն էր թագավորում։ Եվ այսօր մեր պատերազմը սա է։ Այստեղ ովքեր որ պետք է գան Տիրոջը փառավորելու հորդորում եմ, որ ձեր պատերազմը սա է, թե ձեր անձնական կյանքի համար եւ թե եկեղեցու համար, որ մենք պայքարում ենք, որ երկնքի թագավորության համար ենք մենք պայքարում։ Իսկ երկնքի թագավորությունը սա է, որ Աստծո խոսքը առաջին կյանքում
ես պայքարում եմ, որ առաջ իմ կյանքում, իմ ընտանիքում եւ եկեղեցում այնքան բարձրանա, որ Աստծո խոսքը թագավորի։ Համաձայն ենք սիրելիներ, բոլորս միաբան ենք, ուրեմն ես միաբան աղոթքը հիմա պետք է բերենք Տիրոջը, պատերազմը սկսվել է եւ շարունակվում է, շինարարությունը ավարտված է, բայց հոգևոր կյանքը նոր է սկսվում, հոգևոր պատերազմը նոր է սկսվում, չի վերջացել սիրելիներ։ Օրեր առաջ ասենք պայքարը նրանում էր, որ այս շինությունը կառուցվի, բայց հիմա պայքարը հոգևոր է, եղբայրներ քույրեր, մենք պայքարում ենք, աղոթում ենք, որ Աստծո խոսքը թագավորի այստեղ, ամեն մտնողը Աստծո խոսքը կպնի նրա սրտին եւ բժշկություն լինի Հիսուսի անունով եւ Սուրբ Հոգու օծությունը գործի, օծություն լինի սիրելիներ եւ այդ օծությունը տարածվի բոլորի վրա Հիսուսի անունով։ Հիմա ձեզ հետ միասին ես աղոթքը, ես գիտեմ, որ հոգիներ կան, որ սկսել են, թող միաբան սիրելիներ հիմք տրվի եւ այս աղոթքը շարունակվի Հիսուսի անունով մինչեւ վերջ։ Կանգնենք աղոթքի